Արման Եղոյան, համեցի։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան, դուք ներկայացնում եք ձեր նախորդողի ղեկավարման ժամանակահատվածում կատարված աշխատանքը եւ այս առումով բոլոր այն դիտարկումները, որ հնչում են այս դահլիճում, վերաբերում են այդ շրջանին եւ դրանք խնդրում եմ ընդունել որպես գնահատական, այսինքն անցած կատարած աշխատանքի մասին եւ դիտարկում ապագայում այդ խնդիրները հասցեագրելու վերաբերյալ։ Տեսեք, իմ հարցը հետևյալն է, 24 թվականին հակակոռուպցիոն կոմիտեի բյուջեն կազմել է 3 միլիարդ 695 միլիոն դրամ, որից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննություն տողով հատկացված գումարը 3 միլիարդ 532 միլիոն դրամ։ Ձեր ներկայացած հաղորդման մեջ նշվում է, որ 24 թվականի ընթացքում ավարտված դատարան ուղարկված եւ կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 4 միլիարդ 468 միլիոն դրամ, որից պետությանը պատճառված է 3 միլիարդ 800 միլիոն դրամ։ Այսինքն պետությունը հակակոռուպցիոն կոմիտեին որպես բյուջե տրամադրել է 3 միլիարդ 700 միլիոն դրամ մոտավորապես, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է պետությանը պատճառված 3 միլիարդ 800 միլիոն դրամի վնաս, 100 միլիոն դրամով ավելի, այսինքն համարյա նույն չափով։ Ես հեռու եմ ամենևին այն մտքից, որ ընդհանրապես հանցանքի եւ մասնավորապես կոռուպցիոն հանցանքի մեջ կարեւոր է հենց պատճառված վնասի թիվը ֆինանսական իմաստով, այս առումով սա չընկալեք որպես այսպես մեխանիկական համեմատություն, բայց սա ցուցիչ է, որը մենք կարող ենք ուղղակի մտքում նկատի ունենալ։ Արդյոք այս ցուցանիշը բարելավման տեղ ունի, թե չէ։ Այսինքն պետության տրամադրած գումարի չափ պետությանը պատճառված վնաս է հայտնաբերվել, որից ընդ որում վերադարձվել է 477 միլիոն, մնացածը չի էլ վերադարձվել։ Դուք այստեղ բարելավման տեղ տեսնում եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղոյան, այո, բարելավման տեղ տեսնում եմ, դրա անհրաժեշտությունը կա, դա ևս ինձ համար առաջնահերթություն է։ Դուք նշեցիք 2024 թվականի ընթացքում պատճառված վնասը եւ վերականգնված գումարը, ես ուզում եմ տեղեկացնեմ, որ միայն 2025 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 5 միլիարդ դրամ, այսինքն ավելի մեծ չափով գումար է վերականգնվել այս տարվա 5 ամիսների ընթացքում, կամ ամբողջ 2024 թվականին պատճառված վնասն է։ Այսինքն այս ուղղությամբ մենք իրական մեծածավալ աշխատանքներ ենք տանում այս պահին։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ հաղորդման մեջ նշված վերականգնված գումարը շուրջ 477 միլիոն դրամը, դա փաստացի դրամական տեսքով վերականգնված գումարն է։ Մենք ունենք բազմաթիվ շարժական եւ անշարժ գույքեր, որոնք արգելանքի տակ են դրվել եւ բնականաբար այս թվի մեջ այդ շարժական եւ անշարժ գույքերը ներառված չեն։ Այսինքն դրանցով հետագայում կունենանք, եթե ունենանք մեղադրական դատական ակտեր, ապա պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ փաստացի ծավալը ավելի մեծ կլինի, քան այս նշված 477 միլիոն դրամ գումարն է։ Շնորհակալություն։ Խնդրեմ արձագանք։ Շնորհակալություն, սա շատ կարևոր հարց է, իրականում նախ շատ ուրախալի է լսել, որ այդ թիվը այս տարի շեշտակիորեն աճել է վերադարձված գումարի պետությանը, բայց այս առումով ես կուզենայի մի դիտարկում անել, տեսեք, եւ դատախազության եւ քննչական կոմիտեի հաղորդումների քննարկման ժամանակ ես այս հարցը բարձրացրեցի, թե ինչի վրա է ծախսվում ռեսուրսը, եւ եթե այնտեղ մենք խոսում ենք կրիմինոգեն միջավայր, կրիմինոգեն օջախ հանգցնել եւ այլ, որոնք այդքան էլ այսպես թվերով չափելի չեն, ձեր ղեկավարած գերատեսչության դեպքում, քանի որ դուք հիմնականում գործ ունեք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հետ, իսկ քանի որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները հիմնականում վերաբերում են փողին եւ հետեւաբար թվեր են իրենցից ներկայացնում, այստեղ չափելիությունը շատ ավելի բարձր է եւ ես այստեղ կխնդրեի, որ դուք ուշադիր լինեիք, թե ինչքան ռեսուրս եք դնում, ինչքանի պատճառված վնասի վերաբերյալ գործ քննելու մեջ, որպեսզի այս շահարկումները կամ այս քննարկումներն էլ չլինեին, թե ասենք գնացել մարդուն օրինակ 100,000
դրամ, չգիտեմ, կաշառքի գործով ծախսում է պետությունը 3-4 միլիոն դրամ, որ 100,000 դրամի կաշառքի գործ քննի, ինչը էլի բնականաբար շատ կարևոր է, որտեղ կաշառքը 20 վայրկյան եթե կարելի է, որտեղ կաշառքը բարձ է։ Մենակ այդ գումարի չափով չի չափվում իր վնասը, բայց ամեն դեպքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ իմ կարծիքով առաջնահերթությունը պետք է տրվի ավելի մեծ ֆինանսական արտահայտմամբ հանցանքներին, քան թե ավելի փոքր ֆինանսական արտահայտմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Եղան, ես ուզում եմ ասեմ, որ յուրաքանչյուր դեպքով նախաքննություն կատարելը պատշաճ, դա պետության պոզիտիվ պարտականությունն է, անկախ պատճառված վնասի չափից, բնականաբար նախաքննական մարմինը ավելի մեծ ուշադրություն է դարձնում այն վարույթներին, որոնցով պետությանը պատճառվել են շատ ավելի մեծ չափի գույքային վնասներ։ Շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան համեցեք։